Դուբայի խորհրդանիշներից մեկը Բուրջ Ալ Արաբ հյուրանոցը ժամանակավորապես փակվում է։ Շուրջ 1.5 տարի լայնածավալ վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ կիրականացվեն։ Հյուրանոցը կառավարող Ջումերիա գրուպը հայտնում է, որ ավելի քան 25 տարի անընդմեջ հյուրեր ընդունելուց հետո մեկնարկում է փուլային մանրակրկիտ պլանավորված ռեստավրացիոն ծրագիր։ Ըստ ընկերության, սա ոչ թե գործունեության ավարտ է, այլ ժամանակավոր դադար խորհրդանշական շենքը պահպանելու եւ արդիականացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ վերջին շրջանում տարածաշրջանում ստեղծված լարված իրավիճակը նույնպես իր ազդեցությունն է ունեցել։ Մերձավոր Արևելքում հակամարտության ֆոնին, այդ թվում Դուբայում գրանցվել են անօդաչու սարքերի հարվածներ։ Փետրվարի 28-ին էսկալացիայի առաջին օրը անօդաչու սարքի բեկորներն ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել հյուրանոցի հարակից հատվածում։ Թեև լուրջ ավերվածություններ չեն եղել, բայց դեպքը դարձել է այն պատճառներից մեկը, որն արագացրել է համալիրի վերականգնման որոշումը։ Սպասվում է, որ աշխատանքի ավարտից հետո Բուրջ Ալ Արաբը կվերաբացվի, պահպանելով իր բացառիկ դիրքն ու նշանակությունը Դուբայի զբոսաշրջային քարտեզում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։